Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զոհրաբյանը, մենք այսուհետ ինչպես անցած շաբաթ հայտարարեցինք, կհանդիպենք ամեն երկուշաբթի, բացառություն կլինի թերևս միայն գալիք, թե մյուս երկուշաբթի, մենք խոսենք դրա մասին։ Հենց հիմա Telegram ալիքով այսպես հետևում էի, ամեն երրորդ նյութը ուղղակի սա է, 1 զոհ, 2 վիրավոր, 1 ձերբակալված, Վեդիում կատարված սպանությունը բացահայտված է։ 3 չի առաջ որ այդպես կամրջից մեկը նետվել է։ Մեծ արելի վթարներ։ Ինչքան ինչ էի մտածում առավոտյան այսպես սուլելով ոստիկանական մեքենաների շարասյունը գնում էր առավոտյան աշխատանքի գալուց այդ ժամին, մտածում էի մեր իրականության մեջ ինչքան շատ գումար է ներդրվում ոստիկանության մեջ, իրավապահ համակարգում, քննչական դատախազություն, ինչքան համակարգը ավելի մեծ ներդրումներ, ավելի շատ աշխատակիցներ, հիմա իդեպ ոնց որ հավասարվեցին, ոստիկանության աշխատակիցների, ներքին գործերի աշխատակիցներն ու բանակի, ինչքան շատ այդքան սպանություն, հանցագործությունների, խուլիգան արակների գեր չգիտեմ ինչ է ուր է հասել, ընդ որում իրենց ներկայացրած թվերով։ Այս հատուկ քո համար տիկին, ես անդադա եմ ասելու, տգետ եւ տխմար, սա անշուշտ տգիտության եւ տխմարության, այս արդեն դավաճանության հետ կապ չունի, տգիտության եւ տխմարության հետ է կապված, որովհետեւ եթե մարդը տգետ եւ տխմար է, ինչ որ բան տալիս է իր ձեռքը, ինքը բնականաբար դա կամ տիպչացնի, ավիրի, կործանի, ինչպես որ անում է հերթով բոլոր համակարգների հետ ողջուններ քեզ տգետ եւ տխմար, այդ բառը ստանալու ես ամեն օր եւ անընդհատ։ Քրոնիկան ընդհանրապես ես նայում ես եւ դա ես տեսնում։ Այսօր հայտարարություն է արել, որ սահմանադրությունը պիտի փոխի Նիկոլը, ինչու ակնհայտ նորից Նիկոլի պահանջով եւ արտադրանքով, ես ասում եմ ուղղակի թեմաները, որ դուք հերթով գնաք, հոգեվոր առաջնորդը Ադրբեջանի հայտարարեց արդեն, որ ինքը պիտի կենտրոն ունենա Հայաստանում, Երևանում պիտի կենտրոն ունենա, թեպետ վեհապարը պատասխանեց մեր տաճարից արձագանքի եղավ, բայց պիտի խնդրեմ Տիկին Զոհրաբյան նաև դրա մասին խոսել եւ այս ամբողջ կապիկությունը ասեմ, ինչ ասեմ, որ նորից մի երկու օր առաջ հայտարարեցին, որ չէ, մենք չենք գնում այդ ճանապարհով, բայց այսօր բոլորովին ուրիշ բանի մասին են խոսում, խնդրեմ։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, ինչ որ չէինք պատկերացնում, որ հնարավոր է լինի Հայաստանի ինքնիշխան պետության գլխին, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք հնարավոր է եւ այսպես Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն նախորդին հրամանագիր է ստորագրել, կարդում եմ, Երևանի Ղազիաթի գործունեության վերսկսման մասին։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրամանագիր է ստորագրել Երևանում Ադրբեջանի հոգևոր կենտրոնի գործունեությունը սկսելու մասին եւ այդտեղ գրասենյակ ունենալու մասին։ Դուք կարծում եք Ալաշուքյուր Փաշազադեն հոգեկան հիվանդա, որ մտածելով, որ դա հնարավոր չի, որ դա անհնար է, հրամանագիր ստորագրի Երևանում Ադրբեջանի հոգևոր կենտրոնի գործունեությունը սկսելու եւ գրասենյակ ունենալու մասին։ Ավելին, Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել է նաեւ, որ Էջմիածինը եւս ադրբեջանական հողում է գտնվում եւ իրենք շարունակելու են կռիվ տալ արևմտյան Ադրբեջանի, այսինքն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի համար եւ այսպես ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում մենք տեսնելու ենք Երևանի կենտրոնական փողոցներից մեկում Ադրբեջանի հոգևոր կենտրոն գրագրությամբ օֆիս եւ Նիկոլ Փաշինյանը իր էլեկտորատին դա ուտացնելու է որպես խաղաղության հերթական ատրիբուտիկան, խաղաղության գնալու հերթական քայլերից մեկը։ Քիչ առաջ մենք տեսանք, որ Երևանում Երևանյան դիալոգ ֆորումի ժամանակ, որտեղ հրավիրված են ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյանը ըստ էության բավարարեց Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Երևանյան դիալոգներ ֆորումի ժամանակ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին հավաստիացրեց, որ փոխելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ինչ ասաց
Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք սահմանադրական մեր այս սահմանադրության փոփոխության հարցը կներկայացնենք Հայաստանի սահմանադրական դատարան, եւ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ այդ տեքստում, այսինքն մեր սահմանադրության տեքստում վտանգներ կա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ, ապա Նիկոլ Փաշինյանը խոստանում է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մի պահ պատկերացրեք, մի հատ հիշեք Հայաստանի սահմանադրական դատարանի կազմը Հրար Թովմասյանին հանած։ Մի հատ հիշեք, պատկերացրեք այդ մարդկանց դեմքերը։ Հիմա պատկերացրեք, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը տեքստ տանի, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը պետք է վերանվանել Իլհամչիկ կամ Հեյդարչիկ, ինչ է կարծում, սահմանադրական դատարանի այդ կազմը կարող է դրա դեմ առարկի, ակնհայտ չէ, որ Նիկոլ Փաշինյանը տեքստը, որ ուղարկելու է մեր սահմանադրության սահմանադրական դատարան, այս սահմանադրական դատարանը խնդիրներ է տեսնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված, եւ Նիկոլ Փաշինյանը կատարելու է Իլհամ Ալիևի հերթական ուլտիմատումը եւ փոխելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ավելին հասկանալով, որ սահմանադրական հանրաքվեի համար 650,000 կողմ է պետք, իսկ ես որևէ կերպ չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի 650,000 թուրք սիրող, որ կգնա եւ կքվեարկի Ալիևի պահանջին, ինչը ասել Նիկոլ Փաշինյանը այսօր, ասել է ես ժողովրդին կհամոզեմ, կբացատրեմ, որ եթե իրանք ուզում են խաղաղություն, ապա սահմանադրական փոփոխությունները պիտի անեն, ինչը անելու, կանգնելու է ասի, ուզում ես քո որդին մեռնի, որ ծնողը կասի, որ ուզում եմ իմ որդին մեռնի, կասի ոչ, եթե ոչ, ուրեմն պիտի այո ասես Ալիևի առաջարկած սահմանադրական փոփոխությանը, այո, Այսինքն գերեզման միանշանակ, այսինքն Հայաստանի եւ նորից կրկնում եմ, դա ֆեյք օրակարգ է, որ պահին փոխվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հավատացեք, որ Ալիևը օրակարգ է բերելու մնացյալ պահանջները, ավելին, նախորդին Ալիևը պահանջեց Նիկոլ Փաշինյանից հանդիպել Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, նրանց վերադառնալու պայմանները։ Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ առաջիկայում դելեգացիա կգա Բաքվից Երևան, այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների, որոնց Նիկոլ Փաշինյանը մեր հարկատուների հաշվին կընդունի, կկերակրի, կպահի, կգուրգուրի եւ կքննարկի նրանց հետ 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Մենք տեսնում ենք այս օրերին ադրբեջանական TV ազով սենց ID քարտեր, անձնագրեր են հանձնվում ադրբեջանցիների, որոնց վրա գրված է ծննդավայրը Արևմտյան Ադրբեջան եւ գրված են հայկական բնակավայրերի Հայաստանի սուվերեն տարածքի բնակավայրերի ադրբեջանական անվանումները, Ճամբարակը չգիտեմ ոնց են անվանել, Բերդը չգիտեմ ոնց են անվանել, ուրեմն Սևանի ռեգիոնի բնակավայրերը իրանց անվանումներով, այդ բոլոր հայկական բնակավայրերի անվանումներով, այլևս ադրբեջանցիները ստանում են նոր անձնագրեր եւ նոր նույնականացման քարտեր եւ այսպիսով Նիկոլ Փաշինյանը փորձելու է, սիրելի հայրենակիցներ, ձեզ հերթական անգամ խաբել, վախեցնել պատերազմով, որպիսի դուք կողմ քվեարկեք նրա ուրեմն առաջարկած Ալիևի պարտադրանքով օրակարգ բերած սահմանադրական փոփոխությանը, ինչ վերաբերում է պատերազմին, ես ասել եմ եւ պնդում եմ, քանի Նիկոլ Փաշինյանը կա,
պատերազմի հավանականությունը միշտ կա եւ այդ մասին նախորդին խոսել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի, այսինքն նոր պատերազմի վտանգը շատ մեծ է եւ մենք Միացյալ Նահանգները ամեն ինչ պիտի անենք, առողջություն այդքան էլ ճիշտ, այդ պատերազմը թույլ չտալու համար, այսինքն Նիկոլ, որ դու ուզում ես հերթական անգամ ես խապված, ես մոլորված, ես մոլորյալ, ես հուսահատության ճիրաններում գտնվող ժողովրդին խափես, վզից բռնած տանես, Ալիևի քո վզին դրած ուլտիմատումը պահանջը կատարելու, որ քվեարկեք սահմանադրական փոփոխություններին, ձեր ձեռքով սպանեք Հայաստանի երրորդ հանրապետությունը, որ պատերազմ չլինի, պատերազմը քո ձեռքով բերած, գծագրած, այլևս 5-րդ սպասվելիք պատերազմը մեր քթի տակ է եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախորդին սենատում էլ եւ մի քանի այլ հրապարակային հարթակներում էլ այդ մասին հայտարարեց։ Ուրեմն այս մասով հիմա գանք, սիրելի հայրենակիցներ, ամենամեծ ավանտյուրային Հայաստանի ԵՄ անդամակցությանը, այն որ դուք էլ ձեր ճամպրուկները հավաքել էիք, որ հեսա վիզաների ազատականացումը փախնելու եք Եվրոպա։ Հիմա ես ցիտում եմ Արարատ Միրզոյանին, գիտեք չէ Արարատ Միրզոյանը, ով չեք մոռացել, Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, Արարատ Միրզոյանը Լավրովի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասեց Հայաստանը Եվրոպական միությանը անդամակցելու հայտ չի ներկայացրել եւ որևէ բանակցություն ԵՄ-ին անդամակցելու չկա, ավելին Լավրովի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք շատ գոհ ենք Ռուսաստանի հետ հարաբերություններից, Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր ֆորմատավորման կարիք չունեն, այսինքն սենց ոնց կար լավ, տենց էլ լավ գնումը եւ բոլոր կալիբրի ուսապարկերը ահականի օրա հերթով հայտարարում են, որ ինչ Եվրոպական միություն, էտով ասել Եվրոպական միություն, նախորդին էլ Գևորգ Պապոյան նախարարը հայտարարեց, չկա նման բան, ինչ Եվրոպական միություն, էտով ձեզ խափել, դուք եք խափել, Նիկոլ, դու ես խափել, որ բերել ես ազգային ժողովում մի հատ ճմրթած թղթի կտոր, քվեարկել եք տվել ձեր մեծամասնությանը, որի վրա գրված է Հայաստանի ԵՄ անդամակցություն, ով է խափել, դու ես խափել Նիկոլ, հայլի չունես, հայլի ուղարկեմ դիր քո տանը այդ ամառանոցում նայիտես ով է խափել, բա խափել եք այս ժողովրդին, ազգային ժողովում մի հատ իդիոտ թուղթ եք քվեարկել, որ իբար դուք գնում եք Եվրոպական միություն, բա Լավրովի մոտ այդ ինչի եք սաղդ տուզիկ դարել, ինչի եք վախեցել, բա կանգնեիք, թքեիք Լավրովի ճակատին, ասեիք դուք եք հանձնել Արցախը, բա որ Լավրովը Արարատ Միրզոյանի կողքը կանգնած ասում էր, որ անհիմն են մեղադրանքները մեզ հասցեագրված, որ Ռուսաստանն է հանձնել Արցախը եւ կետ առ կետ բացատրեց, թե իրականում ինչ ա եղել, բա Արարատ Միրզոյան, մի հատ չափալախեիր, մի հատ հանեիր Այդեղ կով կար խոսնակիդ կաբլուկը, տայիր Լավրովի գլխին ասեիր դուք եք հանձնել, թե ձեր դուխը հերիքում ամենակ, որ ռուսի կողքը կանգնած չեք, սենց պլակատներ բռնեք, ասեք Պուտինն է հանձնել, Ալեն Սիմոնյանը հայտարարի, որ Պուտինն է հանձնել, բա Լավրովը ասեց ով է հանձնել, բա պատասխանեիք, բա այդեղ պատասխանեիք Լավրովին, ասեիք դուք եք հանձնել, ոչ թե ասեիք, որ չէ մենք Եվրոպական միություն չենք գնում, Ռուսաստանի հետ հարաբերություններից Նիկոլ Փաշինյանը իդեալական գոհ է եւ հայ-ռուսական հարաբերությունները նոր ֆորմատի կարիք
չունեն։ Իսկ ինչ անում այսօր Նիկոլ Փաշինյանը, հիմա այսօր փորձում է այն հասարակության այն հատվածին, ովքեր զարմացել, տարակուսել էին, բա այս Լավրովն եկել է, այս ինչեր է անում, Երևանյան ֆորում է անում, հիմա էլ ես ասել եմ էլի, Նիկոլ Փաշինյան, եթե քո հետույքը լիներ Ջենիֆեր Լոպեսի հետույքը, դու կկարողանայիր անխոս կկարողանայիր սենց կոմֆորտ նստել եւ ռուսական աթոռի վրա եւ արևմտյան աթոռի վրա, բայց քո հետույքը հա, դե հիմա չգիտեմ, դե համենայն դեպս Լավրովին ճանապարհեցին, Լավրովին ասեցին, օքեյ, մենք Ռուսաստանի հետ խնդրեմ չունենք, Եվրոպական միություն էլ չենք գնում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այսօր հյուրընկալել է Երևանյան դիալոգ խորհրդաժողով, բերել է եվրոպացիներին, հիմա այս պահին դեռ խորհրդաժողովը գնում է, բայց չբացառեք, որ հենց կամերաները անջատվեն, եվրոպացիներին ասի մենք Լավրովին խաբել ենք, հանգիստ եղեք, մենք մտնում ենք Եվրոպական միություն, հասկանում եք ժողովուրդ, սա ողբերգություն է, մենք ծիծաղում ենք, բայց իրականում սա զավեշտ է, երբ որ ձեր երկրի ղեկավարը, ինչ ասեմ էլի, կրկես շիպիտոյի մակարդակի մանիպուլատորա եւ հեգնանքի ու ծաղրանքի առարկա, հասկանում եք, Եվրոպական միությունը հստակ ասել է, Եվրոպական միության սահմանները չեն ընդլայնվելու, Եվրոպական միության օրակարգում որևէ նոր անդամ ընդունելու առաջիկա տասնամյակներում նման խնդիր չկա եւ հիմա սրանք, քանի որ արժևում ընտրություններ է, ինչ են անելու, ուրեմն մենք տեղեկացանք ինչպես է փորձելու Նիկոլ Փաշինյանը 26 թվականին, եթե ինքը մինչև 26 թվականը մնա իշխանության, դրա համար մենք ամեն ինչ պիտի անենք, որ հերթական ընտրություններին չհասնի, ինչ նոր կտերով կներեք այս բառի համար, փորձելու զավթել իշխանությունը եւ այսպես մենք տեսանք, որ Եվրոպական միությունը, որի խնդիրը Հայաստանը եւ Ադրբեջանը չէ, որի խնդիրը մեր ռեգիոնում Ռուսաստանն է, տվել իր համաձայնությունը 26 թվականին միջև խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացնել ԵՄ բարձրագույն ֆորումը, իսկ 28 թվականին նույն ֆորումը անցկացվելու է Ադրբեջանում, որովհետև 29 թվականին էլ Ադրբեջանում է տեղի ունենալու նախագահական ընտրություններ, հիմա պատկերացնում եք, չէ՞ ինչա լինելու միջև ընտրություններ, այստեղ գալու են ԵՄ առաջին դեմքեր եւ Նիկոլը կանգնելու ասելու բա սենց այս Ուրսուլան հենց նենց է եկել ժողովուրդ նորից հավաքեք ձեր ճամպրուկները նորից մենք գնում ենք Եվրոպական միություն բայց որպիսի մենք գնանք Եվրոպական միություն դուք պետք է 26 թվականի ընտրություններին քվեարկեք ինձ Վանդերլեյնն էլ Կայա Կալասն էլ ովքեր սպասարկում են բացառապես թուրքական գլոբալիստական օրակարգ կանգնելու եւ ասելու են գնացեք եւ ընտրեք Նիկոլ Փաշինյանին եւ մենք ԵՄ-ին կանաչ ճանապարհ կտանք ինչը ինչպես հասկանում ենք բոլորս հերթական բլեֆն ավելին մենք տեսանք որ Նիկոլ Փաշինյանը նախորդին ողջ ունեց որ 28 թվականին էլ այդ ֆորումը անցկացվելու է Ադրբեջանում, բայց ես չտեսա, որ Ալիևը ողջունած լինի, որ 26 թվականին ԵՄ բարձրագույն ֆորումը, համաժողովը, սամիթը անցկացվելու է Հայաստանում եւ այսպես Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հավասարվել է Պլինդուզի, Շրիշակի եւ Նիկոլ Փաշինյանը, սիրելի հայրենակիցներ, փորձելու է ահա այսպիսի արդեն տիեզերական մասշտաբի կտերով, ստերով, կա սենց մի հատ մեծ քար բերեք, ասեմ այս մասշտաբի ստերով մանիպուլյացիաներով ձեզ խաբել Հայաստանը առաջիկա 100 տարում որևէ զերոյական շանս անգամ չունի դառնալու Եվրոպական միության անդամ, բացի դրանից մենք տեսանք, որ թե Արարատ Միրզոյանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին Լավրովի կողքը կանգնած, որ Հայաստանը որևէ հայտ չի ներկայացրել ԵՄ անդամակցության եւ նման բանակցություններ ուղղակիորեն չկան։ Սա այս մասով Տիկին Թովմասյան, ես ձեր թույլտվությամբ ուզում եմ ուրեմն մի քանի
խնդիրներ են ուրեմն առանձնացրել, հա, ես ուզում եմ, որ մենք եթե կադր կա համալիրում նախորդին տեղի ունեցած, մենք տեսանք, որ դարի հարսանիքը Նիկոլի օլիգարխի այո, մենք տեսանք, որ Նիկոլի անձնական օլիգարխ եղբայրների ահա Եվ հիմա ուրեմն եւ այսպես որ ինչ են անում գեր աստղեր են եկել հայ Էստենց հետաքրքիր է ասենք ու մեզ են ձեռք առնում Հիմա ես կասեմ հայեր միացեք Արցախն է կանչում Եվ բայց այդ այսպես տավարը այնտեղ նստած էր այդ տավարը չասեց Արցախ Ադրբեջան է Եվ վերջ Հա Եվ այսպես սիրելի հայրենակիցներ մենք տեսանք որ համալիրը ամբողջապես քարուքանդ են արել եւ Նիկոլի օլիգարխը այդպես չի որ տենց օթի մեջ Հա եւ Նիկոլի օլիգարխը իր եղբոր որդու հարսանիքն անում Ոչ պակաս, հա, նա ավելի մեծ Նիկոլի մի օլիգարխը, մյուս օլիգարխը, երկու եղբայրներով օլիգարխները, միլիարդերները, այս Նիկոլի նորաթուղ միլիարդեր օլիգարխներն են։ Եվ այսպես, դուք պատկերացնում եք Հաստորեն փողը իրանց է պահել նարա։ Այդ որ ասենք վերցրել, ասում էր գնամ, վերցնեմ, բերեմ, տամ բայց չի տվել ժողովուրդին։ Հիմա կհարցնեմ, չունես նարա։ Չէ, հիմա ես կարծում եմ Նիկոլի էլեկտորատը կիմանա, բա այն թալանը ուրա ձեզ տվելա, ում տվելա խնդրում եմ ուղիղ եթերով, հիմա գնում ա մեր հաղորդումը, գրեք կամ զանգեք, ասեք այն Նիկոլը, որ ասում էր տարել են, թալանել են 30 միլիարդ, 4 միլիարդ, 100 միլիարդ, ով ստացել է այդ գումարից, խնդրում եմ ինձ գրեք, չեկն էլ ուղարկեք, ես այս եթերում նստեմ Եվ ձեզանից ներողություն խնդրեմ։ Միլիարդերներ են, ուրեմն խլել են, չէ՞, կամ այդ մարդկանցից կամ պետությունից։ Այո, հիմա վրան էլ մի հատ էլ պարտք են դրել, էդ էլ դրել են մեր ապագա սերնդի, վրա մերն էլ հետը դրել են։ Հիմա մենք պատկերացնում եք նախկին իշխանության ժամանակ համալիրը քարուքանդ անեին եւ որևէ մեծահարուստ համալիրում աներ հարսանիք։ Ինչ կաներ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կգրկեր ազգային ժողովի ամբիոնը չերիչնի, իսկ Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների դեսպանատների փողերով լափող քաղաքացիական հասարակությունը կպարկեր համալիրի տակ, կասեր սա պղծություն է, բա ուրեք վիժվածքներ, բա ուրեք այդ լափակեր շներ, բա ուրեք, բա ինչի ձեր ձենը չի լսվում, թե ձեր ձենը լսվում էր այն ժամանակ, երբ որ ձեզ փող էին շպրտում ձեր վրա, որ Մաշտոցի կտրված տերևի համար շան նման վնգստակ, բա ինչի չեք վնգստում, բա տասնյակ միլիոնների դոլարները ծախսվել, այո, բա ինչի չեք վնգստում, շներ, ինչի չեք վնգստում, շներ, ասում եմ, շներ, ինչի չեք վնգստում, Բա ինչի եք լուր, թե օքեյ է, որ Նիկոլի անձնական օլիգարխները կարող են համալիրում հարսանիք անել։ Գիտեք ինչ աստղեր են բերել, այդ աստղերը չի 3-400 հազար դոլար միջև չեն տալիս, չէ օքեյ է, հա, ձեր համար դա օքեյ է։ Այս ողբերգության մեջ, Արցախի անտուն, Անոթևան, առանց հաց, չգիտեմ, այս ողբերգության մեջ։ Չզարմանաք, սիրելի հայրենակիցներ, այդ տականքներ։ Չզարմանաք։ Ձեր շեֆի անասունի ձեռքով գերի հանձնած տականքներ, կենացեիք, հա խմում այնտեղ։ Այն Նազոն էլ ընդ հեվում էր նոր ասեցի։ Նազոնը բարձրացրել այդ բաժակով, ես չգիտեմ ով, հիմա հեսա մի հատ հայրենասիրական ստատուս կգրի եւ իր հայրենիքի հանդեպ Արցախս, հա, մենք այս ինչպես ենք ապրում եւ հետո կասի դե դա գործ է, ընդամենը հոնորար է ստանում։ Վաղը կարող է Ալիևը տիկին քեզ հոնորար տա, իրա թորան ատամնա հատիկը վարելու համար անելու ես, ավելի քան վստահ եմ, որ անելու ես, որտեղ ձեր տեսակը
այսպես լժե հայրենասեր, պատերի տակ հայրենասիրությունից սոցիալական ցանցերում հայրենասիրություն վնգստացող ձեր տեսակը իրականում ընդամենը փողի համար ամեն ինչի պատրաստ տեսակա, օքեյ է, դա էլ է օքեյ, ծերեթելիում լիքը փողի համար ամեն ինչի պատրաստ մարդիկ կան կանգնած, դա իրանց գործն է, իրանց մասնագիտությունն է, բայց իրանցից որևէ մեկը չի վնգստում հայրենասիրությունից, չի վնգստում բարձր արժեքներից, այնպես որ ձեր տեղը այսուհետ լավ իմացեք եւ չփորձեք վնգստալ հայրենասիրությունից, այդ մի շաբաշից էլ հրաժարվեիք, 50,000 են տվել, 10,000 են տվել, թե 20,000 են տվել, բա հանուն ծախված Արցախի եւ հայրենիքի այդ մի շաբաշից էլ դե տարածում է Գարիկ Մարտիրոսյանի վրա, ինչա չունես այդ միլիոնները, բոլորի ասեք մեր ընկերներն են, այսինքն Արցախ ծախողները, հանձնողները ձեր ընկերներն են, այսինքն ասեղի վրա, բանը հաշիշի ու խաղատան վրա, խաղամոլության վրա նստածող այս շները քո ընկերներն են Գարիկ Մարտիրոսյան։ Բայց դուք հայ տղերք եք, ցավ եք ապրում, Արցախը, հայրենիքը ձեր ընկերներին տանում եք, Արցախն ցույց տալիս, հպարտանում եք ինչ ունեք, այս բանը, դե Թաթա Սիմոնյանն հետ կապված ամեն ինչ բան է, տենց էլ չհասկացանք, մեռան մնացին, ինչ արեցին, երջանկացան այդ իրանց ուրախ ու զվարթ բան միջավայրը։ Եվ նաև նորից ուզում եմ Չէ, ուղղակի լավ իմանան, որ Նիկոլի օլիգարխները ինչ միլիարդների մեջ են եւ նախկին գործարարների մեծահարուստների նման չէին, որ Արցախ ծախելու հաշվին, երիտասարդությանը ասեղների վրա նստածնելու հաշվին, տնակ անելու հաշվին, Արցախում բան գերի մեր ռազմաքաղաքական էլիտային գերի տալու հաշվին, Սյունիքի բարձունքների վրա թուրքերին նստածնելու հաշվին, Տավուշից տարածքներ տալու հաշվին, Գարիկ լավ ես լսում Մարտիրոսյան, լավ լսի, Գեղարքունիքից տարածքներ տալու հաշվին, թե չեն դուք այնց ձևերը շուստրի տղերք եք, էլի ձևերը գիտեք, բան կանեք, կպատատաստեք, դե մենք ընկերներ ենք, ընկերական, այնտեղ մի հատ է ինձ սակո էր Են ես բանեն Քրդստանից եկածը որ կոմիտասի Ռազմիկամյանն էլ Արցախցի Ռազմիկամյանն էլ Ինչ պա Ռազմիկամյանը ինչը փողի մունա Դու ինչ պակաս Գարիկ ես որ Ռազմիկամյան իհարկե ես հիմա նորից ուզում եմ ասել դուք պատկերացնում եք նախկին իշխանության ժամանակ համալիրի ամբողջ պարտերը ամեն ինչը քանդեին սեղաններ դնեին եւ ոմն մի մեծահարուստ տասնյակ միլիոնների դոլարներ ծախսեր համալիրում իր երեխայի հարսանիք անելու համար չզարմանաք որ վաղը մենք կտեսնենք Նիկոլին սերտաճած որևէ օլիգարխի երեխայի ատամնահատիկը օպերայում չտեսնեք չզարմանաք կամ ինչ որ մի հատ նորաթուխ օլիգարխի մաման կամ պապան մեռնի կբերեն երևի այլևս կտանեն այդ ծիծեռնակաբերդուց ես խոսում այ բոշա որ կրթվելուց ես խոսում բայց այդ քո միջավայրում ասա որ գիտեք ինչքան տգետ ինչ մեծ տգիտություն է պլյուս ինչ մեծ անբարոյականություն է երբ որ ցեղասպանությունից նոր մազապուրց եղած Արցախի ժողովուրդը տեղահան եղած հա Արցախի ժողովուրդը եկել այստեղ անտուն անտեղ նստած է ինչ տգիտություն է ինչ անբարոյականություն է չտեսություն է գեր շքեղ հարսանիքաներ աղքատ երկրում աննա լավ լսի ինչ գեղցիություն է այդ քո միջավայրն է բա գնա կրթի այս աղքատ երկրում հա այս չքավորության մեջ աղքատությունը չգիտեմ ինչ եզրի ինչ սահմանագծի հասած արտաքին պարտքը չգիտես ինչի հասած թանկացումները կրկրակի 500,000 թոշակառուն սովի մատնած աննա ինչ գեղցիություն ինչ տգիտություն ինչ տխմարություն եւ ինչ անբարոյականություն է նման գեր շքեղ հարսանիք անելը թե չգիտեմ բանեք իմիջիայլոց ասում են դժվար է պատկերացնել Հայաստանում մի նորաթուխ օլիգարխ մեծահարուստ որի հետ դու անձամբ բաժին չունենաս դա սուպեր բանը ինչեր են սուպերմարկետինգներ կլինեն ուտուտ չգիտեմ ռեստորաններ կլինեն ծաղկաձորի հյուրանոցներ կլինեն ադամանդի գործարան կլինի պղնձամոլիբդենի այդ բաների տեղափոխման ավտոմեքենաներ կլինեն զենք կլինի ուրիշ թանկարժեք բաների անհնար է
հանքային ջրեր ինչ որ գործարաններ կլինեն, հեկեր կլինեն, անհնար է ասում եմ պատկերացնեն առանց քեզ։ Այնպես որ տիկին, որ ասում ես բոշանել եք դուք, տգետնել ես դու քո միջավայրով, տխմարնել ես դու, էլ ինչ ասել։ Հիմա ես շարունակեմ։ Այդ ամեն ինչով դու ես քո միջավայրը եւ եթե կրթելուց ես խոսում, գնա կրթի ու ասա անբարոյականներ, աղքատ, նման աղքատ երկրում որտեղ 500,000 սովի մատնված թոշակառուներ կան, եթե հարազատներ չունեն, իրականում իրենց ստացած թոշակը շնորհիվ սովի մատնված լինել, սովի մատնված երկրում այդպես գեր շքեղ մի 15-20 միլիոն դոլար արժողությամբ հարսանիք նշելը անբարոյականություն է, լավ լսեցիր բոշա, դե հիմա գնա քո տգետ ու տխմար միջավայրով զբաղվի։ Ինչ եմ առաջարկում Աննա Հակոբյանին, ուրեմն Հայաստանում սա ձեր պետական վիճակագրության թվերն է, պաշտոնապես աղքատ է ամեն 4-րդը, այսինքն 780,000 մարդ մատնված է աղքատության։ Այսօր ամսի 26-ն է, 4 օրից արցախցիների 40 գումարած 10,000 դրամը, որ մեծահոգաբար մի ամիս էլ երկարացրեցիք, ուրեմն հանվում է, մարդիկ հազարներով, տասնյակ հազարներով հայտնվելու են փողոցում, ուրեմն մի հատ կրթելը նորաձև է ծրագրի շրջանակում, հավաքում ես այդ հարսանիքին ներկա բոլորին եւ մի օրինակ ես բերում, օրինակ, որ Facebook-ի հիմնադիրը իր հարսանիքը տոնել է շատ համեստ 150 հոգու շրջապատում եւ հարսանեկան տորթն էլ արժեցել է ընդամենը $85, միլիարդների մասին է խոսքը, այդպես քո այդ նորաթուխ օլիգարխներին աշխարհի գեր հարուստներից էլ գեր շքեղ, բա կուլտուրայից ես խոսում, Աննա, բա կրթվելուց ես խոսում, բա չգիտեմ ինչ որ դասեր ես տալիս, բա գնա զբաղվի քո միջավայրով։ Ամենամեծ գեղեցիությունը, Աննա, ահա այսպես սոված երկրում, աղքատ երկրում, որի հիմնական պատճառներից մեկը քո ամուսինն է, որովհետև այսօր պետական պատասխանատու, պետական կործանում եւ հասել է 13 միլիարդ դոլարի, կրկնում եմ, աղքատ երկրում, որտեղ ամեն 4-րդը աղքատ է, ըստ ձեր իսկ ներկայացրած վիճակագրական ծառայության, այսինքն 708,000 մարդ աղքատ է, որտեղ ըստ ՄԱԿ-ի վերջի տվյալների Հայաստանում մեծ թիվ է կազմում սոված քնող երեխաների թիվը, որտեղ 4 օրից արցախցիների գումարը կտրում են, Աննա, ամենավերջի գեղեցիությունն է համալիրում հարսանիք անելը, այնպես որ մի հատ այդ քո նորաթուխ օլիգարխներին, ովքեր ելնելով բոմժ, դրուկ դարան միլիոն հատերեր եւ գնեցին, միլիարդ հատերեր գնեցին ամեն ինչ, մի հատ դրանց հավաքի եւ ասա, որ Facebook-ի նորից եմ օրինակ բերում, սեփականատերը, որի կարողությունը չափվում է հարյուրավոր տասնյակ միլիարդ դոլարներով, իր հարսանիքը տոնել է 150 հոգու շրջանում եւ նրա հարսանեկան տորթը արժեցել է ընդամենը 35,000 դրամ։ Ահա այսպես է, բացատրի նրանց, որ այն ինչ որ մենք տեսանք համալիրում նախորդին, դա գեղեցիության, դա չտեսության, դա անդաստիարակության, դա անբարոյականության վերջն է։ Այո, երբ որ հազարավոր ծնողներ, տգետ լինելու, տխմար լինելու, երբ որ հազարավոր ծնողներ, եթե ուզում ես քո բառով էշ լինելու, ոչի լինելու, երբ որ հազարավոր ծնողներ դեռ չգիտեն իրանց երեխաների դիակներն են փնտրում, երբ որ ծնողները նայում են, թե ինչպես են բուլդոզերով օկուպացված Ստեփանակերտում իրենց որդիների գերեզմանները հավասարեցնում հողին, երբ որ Բաքվի ռազմական դատարանում խոշտանգում են հայ ռազմագերիներին, Արցախի քաղաքական էլիտային, այս կարգի դեմոնստրատիվ հարսանիք անելը գեղեցիության, բոշայության, չտեսության, տգիտության, թրքամետության, մենակ թուրքը կարող է այսօրվա Հայաստանում այդպիսի բան անել։ Որոնց են նստած բան էիք անում, ծափ էիք տալիս, մի հատ էլ բանի, ինչա, Նիկոլի կենացն էիք խմում այս պատկերի համար, հա? Այդ ամեն ինչի մասին, այդ որ տենց գրել ես, Բակո Սահակյան, ես այսօր ասել եմ ինչ պետք է, էլ չգիտեմ ոնց ասեմ, այս
բանը պատկերը նայեք, չէ, տիկինը ներկայացրել է կետար, կետ սա է, Մարիանա, նա է, Մարենա է, բանդե մի հատ կետերով գրի, էլի, ասենք, քանի հազար արցախցի երեխու ես գնացել, այդ քո քայլով գնացել, եթե չունես այդ ցուցակը, դու ինձ ասա, որտեվ ինձ գիտես ինչքան են դիմում, ես ասեմ, քանի ընտանիք է հիմա սովի մատնված, քանի ընտանիք է, որ դեղի խնդրում աղաչում են, դուք ուղղակի չեք պատկերացնում, աչքերից չեք պատկերացնում, դեղի գումար չունեն, ինչ վիճակում են, ինչ սարսափելի վիճակում են, բա գնա կրթի, այ Բոշա, բա դու ես որոշե կրթել, հա? Այդ տգետ, դու ես որոշե կրթել։ Մի հատ է տխմարու տգետը ասում, էշը ասում, քեզ էլ խորհուրդ է տալի գնա էշերին, դու ես ասում, նախագահներին ես ասում, հա? Եվ հետո գիտեք ինչ կա, որ ասում էին առաջ հարցա լավ էին անում էին, Արցախը պահում էին, Հայաստանը պահում էին, то լավ էին անում։ Գնացեք Արցախը հետ բերեք, այդ 13000 կյանքը հետ բերեք, գնացեք Բոշա անտերներ, գնացեք էլի տենց հարսանիք արեք։ Ես խոստանում եմ ծպտուն չհանել, գնացեք բեդ բերեք Արցախը, սխալ եմ ասում, գնացեք բերեք Բոշաներ, փողոցի Բոշաներ։ Գնացեք հետ բերեք, ինչքան ուզում եք, գնացեք դուք Բոշա անկուշտ եք, անկիրթ եք, տգետ եք, քրչոտ եք, փողոցից եկած բոմժեր եք, չեք կշտանալու։ Այն ձեր աչքերը չեն կշտանալու, մեկա ձեզ ինչքան էլ միլիարդի մեջ ձեր օլիգարխներով շաղախվեք, թաթախվեք, դուք չեք կշտանալու։ Աշխարհում չկա տենց նախադեպ։ Այս դեպքը նայեք ու գետինը մտեք այս գերիների, այս պատկերը նայեք, չկա որևէ նախադեպ, որ որևէ մեկը կարողանա պայմանավորվել բումերանգի հետ։ Նիկոլ, դա քեզ, քո ռեժիմին, քո ընտանիքին, քո առաջի կարգի ուսապարկերին եւս, որոնք շատ մոտ ապագայում դատվելու են Հայաստանի քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներով, եւս չի հաջողվելու, չկա այս երկրագնդի վրա, կլինի Կանադա, կլինի Ռուսաստան, կլինի քո Մակրոնի Ֆրանսիան, չկա եւ չի լինելու որևէ տեղ, որտեղ քեզ թվում է մենք մի լուսապայծառ արարատյան առավոտ զարթնելու ենք եւ դու թիվ 1 բորտով փախած ես լինելու, դու դա շատ լավ գիտես եւ այս ձեր վայրի խրախճանքը ժանտախտի մասին ես ինձ թույլ եմ տալիս եզրակացնելու, որ նաև այն գիտակցումն է, որ ձեր ֆինալը սրընթաց մոտենում է։ Դե արդեն այդ գերշքեղ բաները, իմիջիայլոց Տոլստոյն ասում էր մի թերագնահատեք, դե գիտությունը դա հզոր զենք է։ Հիմա այս տիկնոջը նայում է, տիկին ջան, քո դաժե քո գիտությունն էլ էլ չես կարողանում բան դարձնել, էլի, այդտենց այնքան թույլ ու խեղճ ու կրակ ես, այնքան չգիտեմ ինչ ես։ Նման հարսանիք անելը աղքատ երկրում արյան, վշտի, հուսահատության արյան վրա, երաբլուրի վրա, այսքան ողբերգության, այսքան դուք այդ որ պայթեցրին է Արցախում, գիտեք ծնողներ կամ փոշի հետ 22 հոգի, Տիկին Թովմասյան, ես այդ ծնողների հետ կապի մեջ եմ մշտական, 22 մենք այսօր։ Այն անտառի մեջ գլխատված այդ երեխաներ, անխիղճ սատանայի հոգի ունեցող տականքներ, դուք սատանայի հոգի ունեք, սատանայի ունենք, ձեր հոգում սատանա է նստած։ Արցախցի, որոնք եղել են բենզալցակայանի մոտ, պայթյունից ոչ մի հետք չկա, այո, այս պահին մենք ունենք դիահերձարանում այրված 3 դիակ ընդամենը եւ այդ 22-ի ծնողներից ոչ մեկի DNT-ն, DNK-ն չի համընկնում այդ 3-ի հետ, այսինքն այդ 22-ն էլ անհայտ է, որտեղ են ինչ են եւ ծնողները ամեն օր, այդ թվում նաեւ ինձ անընդհատ ասում են մեզ էլ մի մոռացեք, անհետ կորած մենք ունենք նաև այս պահին մոտ 200, բայց վստահ եմ, որ թիվը ավելի է Արցախյան 44-օրյա եւ դրանից հետո անհետ կորած զինվորներ, որոնց որոշների վերաբերյալ նաև կան տեսանյութեր, թե ինչպես են գերեվարվում, ինչպես են նրանց շրջապակում եւ գերի վերցնում, նրանցից որևէ մեկի վերաբերյալ մենք այսօր որևէ տեղեկատվություն չունենք, ծնողները խելագարվում են, իսկ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նորաթուխ, նորահայտ օլիգարխները միլիոնանոց դոլարների հարսանիքներ են անում, այս սրիկաներ, սա է այն ամենը նիկոլականներ, այն որ ձեզ ճղում էի 21 թվին երաբլուրը
տրորելով, 5000 երեխու արունը խմելով, նորից գնացել ընտրել եք Նիկոլ, ես ասում եմ ձեզ, 680,000 ձեր մեղքը Դուք չափ ընտրել եք չունի, այս օլիգարխներին, դուք եք Նիկոլի այս ընտրել, օլիգարխներին որ դուք եք սրանք ընտրել։ գնան համալիրում Չէ, թող միլիոնանոց հարսանիքներ անեն, սա ձեր կատարած Այո, ընտրությունն դուք ընտրել է, եք։ որովհետև եւ հիմա ինչ որ անում է Նիկոլը եւ դեռ ինչ որ պիտի անի Նիկոլը, ասում է 21 թվականին 680,000 ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացի ինձ տվել է այդ իրավունքը անել այն, ինչ ես հիմա անում եմ, այնպես որ եթե ձեզ թվում է, որ դուք ձեր մեղքից ազատվելու եք 680,000 Նիկոլ ընտրած 21 թվականին եռաբլուրը տրորելով Նիկոլ Դուք ընտրած ընտրել եք, որ այս մարդիկ դառնան օլիգարխներ, միլիարդերներ դառնաք, իրանք միլիարդեր դառնան միլիարդերներ, դա դուք եք ընտրել, հիմա վայելեք ձեր կատարած ընտրությունը։ Երեք Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն էր, ես քիչ առաջ խոսեցի, շնորհավորեցի, թե ինչ որ բան ունեք ասելու։ Այո, գիտեք, ես ամաչում եմ ինչ որ բան ասել, ես գիտեք ասել Ռուբեն ծնունդդ շնորհավոր, դա ոչինչ է, դա ոչինչ չի տալու Ռուբենին, եթե մենք այստեղ բոլորս ոչինչ չենք անում, չենք պայքարում։ Նախորդին ինձ գրել է Վիգենի լիբանանահայ, որ գիտեք, բանտումա կինը Լինդան։ Ես գիտեի հայուհի է, պարզվեց արաբա եւ այնպես է կռիվ տալիս իր ամուսնու համար, իսկապես հարգանքի արժանիկին եւ այո մենք իմացանք, որ Վիգենի ինքնազգացողությունը վատացել է, մի անգամ Բաքվի Բերդ բժիշկ են կանչել, հետո տարել են հիվանդանոց, Վիգենը 15 օր հացադուլ է արել, հասել է մահվան եզրին, որպիսի թողնեն 4 վայրկյան ընդամենը խոսի կնոջ հետ եւ կինը իմանա, որ նա ողջ է եւ այս տգետ տխմար զբաղվում ես, չէ, զբաղվում ես սրանով անա։ Ցուցակ է իր գրել ես եմ արել, զբաղվում ես ան Աստված։ Զբաղվում ես սրանով, բա քեզ դրել ես Գերեսի միշտի կնոջ տեղ հարցեր լուծող 40 էջ գրել ես ինչով է զբաղվում։ Զբաղվում ես կամ է չտ մարդ, կամ է չտ Աստված, կամ է չտ սիրտ։ Նիկոլի համար, ինչպես հիշում եք, Նիկոլը հայտարարեց, որ դրանք պիտի գային Երևան, հեղաշրջում անեին եւ ուրեմն ես իրավունք այո ունեմ եզրակացնելու, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան Բաքվի բանտում մեռնի ցավոք։ Շնորհավոր եք բայց երկու Եվ ես գիտեք ինձ համար բացառիկ բացահայտում էր Ռուբեն Վարդանյանի տեսակը, պինդ, տոկուն, ով անգամ ամենածանր իրավիճակում, որտեղ ավելի ծանր իրավիճակ, ես լսում եմ, թե այդ ադրբեջանցի նախիրը ինչ absurdagույն ցուցմունքներ է տալիս Ռուբենի, Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի դեմ, լսում եմ այդ նախիրի ցուցմունքները եւ հասկանում եմ, այս մարդիկ ինչ դժողքի մեջ են։ Եվ այս դժողքի մեջ Ռուբեն Վարդանյանը պահպանում է լավատեսությունը, պահպանում է տղամարդու տոկունությունը եւ մի բան էլ եւ բոլորը այնտեղից մեզ են ուժ եւ կորով փոխանցում։ Այո, իրականում ցավոք։ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։